Մի հարց. որքան կվճարեիք Էյֆելյան աշտարակի համար։ Ամենայն լրջությամբ. ինչ կանեիք, եթե մեկը անթերի կոստյումով, կառավարական փաստաթղթեր ու լիազորագրեր ձեռքին, միաժամանակ որոշ տապողականություն ստեղծելով, ասեր, որ Ֆրանսիայի կառավարությունը գաղտնի աճուրդի է հանում Էյֆելյան աշտարակը մետաղե ջարդոնի համար։ Կհավատայիք։ Այսպիսով, որքան կվճարեիք Էյֆելյան աշտարակի համար։ Գիտեմ, աբսուրդ է, բայց նման բան եղել է։ Իր իշխանության 48 օրենքները գրքում Ռոբերտ Գրինը պատմում է Վիկտոր Լուստիգի պատմությունը։ Մարդկանց մեծ մասը գուցե չիմանա Լուստիգի անունը, բայց խաբեության աշխարհում նա լեգենդ էր։ Վիկտոր Լուստիգը տիրապետում էր 5 լեզվի։ Նրա շարժուձևը հիշեցնում էր ազնվականի, նա հագնվում էր ազնվականի պես, նա սուր էր, հանգիստ, գրավիչ, վստահություն ներշնչելու և խաբելու իսկական վարպետ էր։ Նա կարող էր հմայել ազնվականներին, կաշառել պաշտոնյաներին և արժանանալ շատերի հիացմունքին։ Նա հասկանում էր մի պարզ բան. եթե մարդը իրեն բավականաչափ վստահ է պահում, մարդիկ չեն կասկածում նրա ճշմարտացիությունը։ Լուստիգը հրաշալի գիտեր, որ ընկալումը հաճախ ավելի կարևոր է, քան իրականությունը։ Որ եթե դուք իշխանավորի տեսք ունեք, խոսում եք իշխանավորի պես և շարժվում եք իշխանավորի պես, մարդիկ ենթադրում են, որ դուք իշխանություն ունեք։ Եվ Վիկտոր Լուստիգը այդ ամենը օգտագործեց իր օգտին վաճառելու Էյֆելյան աշտարակը։ Առաջին համաշխարհային պատերազմից հետո Փարիզը ծանր վիճակում էր։ 1920-ականներին Էյֆելյան աշտարակը դեռ չէր դարձել այն սիրված և խորհրդանշական հուշարձանը, ինչպիսին մենք ճանաչում ենք այսօր։ Շատ փարիզեցիներ ատում էին այն, համարելով տգեղ և անհարիր նրբաճաշակ ճարտարապետություն ունեցող քաղաքի համար։ Աշտարակը դարձել էր հասարակական դժգոհության առարկա։ Բացի այդ, Էյֆելյան աշտարակն արդեն սկսել էր ժանգոտել։ Պահպանման ծախսերը գնալով աճում էին, ոմանք նույնիսկ պահանջում էին քանդել այն։ Վիկտոր Լուստիգի համար այս հանրային հիասթափությունն ու անվստահությունը հրաշալի հնարավորություն էր։ 1925 թվականին նա այս դժգոհությունն ու տրամադրությունները վերածեց փողի։ Եվ ահա թե ինչպես արեց նա։ Լուստիգը կեղծեց փաստաթղթեր, ներկայացնելով այնպես, որ թվում էր, թե դրանք պատկանում են Ֆրանսիայի կառավարությանը ու պաշտոնական բնույթ ունեն իհարկե։ Նա կնքեց փաստաթղթերը, հատուկ միջոցներով հնեցրեց թղթերը, որպեսզի համոզիչ տպավորություն թողնի, կարծես դրանք նոր որոշումներ չեն, այլ հին և գաղտնի պետական փաստաթղթեր են։ Այնուհետև նա վարձակալեց սենյակ Հոթել դե Քրիոն հյուրանոցում, Փարիզի ամենահեղինակավոր հյուրանոցներից մեկում։ Այնտեղ նա հրավիրեց քաղաքի մետաղի ջարդոնի 5 խոշոր վաճառականների, իբր գաղտնի պետական քննարկման համար։ Ներկայանալով որպես փոստի և հեռագրության փոխնախարար, Լուստիգը խոսում էր սառնարյուն ու խորհրդավոր ձայնով, ճիշտ այն տոնով, որով սովոր են հնչեցնել պետական գաղտնիքները։ Ֆրանսիայի կառավարությունը որոշել է ապամոնտաժել Էյֆելյան աշտարակը, որպեսզի խնայի աշտարակի պահպանման ծախսերը և խուսափի ավելորդ հակասություններից, ասաց Լուստիգը ներկաներին։ Բայց համաձայն Լուստիգի հանրային վրդովմունքից խուսափելու համար վաճառքը պետք է մնար գաղտնի։ Լուստիգն ուշադիր հետևում էր վաճառականներին, նրանց հայացքներին, խոսակցության ողջ ընթացքում։ Շատերը զգուշություն էին դրսևորում, ոմանք թերահավատություն, բայց մեկ անձ Անդրե Պուասոնը լուռ առաջ թեքվեց, և սա հենց այն էր, ինչ Լուստիգը ուզում էր։ Պուասոնը չէր պատկանում Փարիզի էլիտար գործարար շրջանակներին։ Նա երկար ժամանակ փորձում էր հեղինակություն ձեռք բերել և մուտք գործել այդ աշխարհ։ Այս գործարքը կարող էր դառնալ նրա մեծ հնարավորությունը, և Լուստիգը դա անմիջապես կռահեց։ Նա հստակ տեսավ, թե ինչպես Պուասոնը իր խոսքերի մեջ մեծ հնարավորություն տեսավ։ Վերջիվերջո
Լուստիգի նպատակը իրականում Էյֆելյան աշտարակը վաճառելը չէր։ Նրա նպատակը ինքնահաստատման պատրանք, հաջող գործարքի շուքով փաթեթավորված մի մեծ ոչինչ եւ բարձր դիրքի կեղծ, բայց մագնիսական իլյուզիա վաճառելն էր։ Իսկ Պուասոնը գնեց Էյֆելյան աշտարակը։ Նա հավատում էր, որ կնքել է իր կյանքի ամենախոշոր եւ ամենահաջող գործարքը։ Պուասոնը հպարտությամբ հանձնեց ամբողջ գումարը Լուստիգին, համոզված լինելով, որ այժմ հաստատ իր տեղն ունի մեծ գործարարների շրջանակում։ Մի քանի ժամ անց Վիկտոր Լուստիգը նստեց Վիեննա գնացող գնացքը Պուասոնի ամբողջ գումարը ձեռքին։ Ոչ մի աշտարակ չապամոնտաժվեց։ Ոչ մի կառավարություն ներգրավված չէր, պարզապես համարձակ խաբկանք։ Իսկ Պուասոնը խորը ամոթով եւ նվաստացած երբեք չհայտնեց ոստիկանությանը խաբկանքի մասին։ Ինչու՞։ Որովհետեւ սա հեղինակության հարց էր։ Հայտարարել այն մասին, որ ինքը խաբվել էր, կնշանակեր դառնալ ազգային ծաղրի թեմա։ Պուասոնը պարզապես փող չէր կորցրել, նա կորցրել էր արժանապատվությունը։ Եվ այդ պատճառով Պուասոնը լռեց։ Իսկ ինչ եղավ Լուստիգի հետ։ Մի քանի ամիս անց նա վերադարձավ Փարիզ եւ կրկին փորձեց վաճառել Էյֆելյան աշտարակը։ Այս անգամ իշխանությունները տեղեկացան ու միջամտեցին։ Լուստիգը մազապուրծ փախավ Միացյալ Նահանգներ։ Վիկտոր Լուստիգը մեծ հաշվով արեց անհավանական մի բան։ Նա վաճառեց Էյֆելյան աշտարակը 2 անգամ։ Այս պատմությունը մեզ սովորեցնում է մի բան մարդկային բնույթի մասին։ Ճիշտ ներկայացնելը եւ ինչպես հարկն է ներկայանալը արժույթի մի ձև է հաճախ լինում։ Լուստիգի իրական հանճարը կեղծիկի մեջ չէր, այն հոգեբանության մեջ էր։ Նա գիտեր, որ մարդիկ հաճախ դատում են ոչ թե բուն ճշմարտությունը որոնելով, այլ դատում են ըստ արտաքին տեսքի։ Մարդիկ սովորաբար բավարար հարցեր չեն տալիս։ Ուզում են հավատալ, նույնիսկ երբ իմաստ չունի հավատալը։ Նույնիսկ եթե անհեթեթություն է։ Մտածեք, մտաբերեք, թե քանի անհեթեթության եք դուք, մենք բոլորս մեր կյանքում հավատացել։ Հեշտ է ծիծաղել մի մարդու վրա, ով գնել է Էյֆելյան աշտարակը, բայց հենց մենք, որքան հաճախ ենք մենք հավատում պատրանքներին, պարզապես, որովհետև դրանք պաշտոնական են թվում կամ, ասենք, թանկ են երևում։ Մենք գնում ենք դիզայներական ապրանքներ, հաջողակ եւ կարեւոր երևալու համար։ Եվ մեզ թվում է, թե մենք մի ավելի կարեւոր ինչ-որ խմբի անդամ ենք դրանով դառնում։ Ինչ-որ կերպ ինքնահաստատվում ենք դրանով։ Հենց ճիշտ այնպես, ինչպես Պուասոնն էր փորձել հաստատվել ու ինքնահաստատվել։ Մենք վստահում ենք ազդեցիկ թվացող մարդկանց կամ ինֆլուենսերներին մեր առողջության, հագուկապի, վարքագծի, նույնիսկ ֆինանսների հարցերում։ Անկեղծ ասած, որտեղ նայում եմ, Հայաստան, թե Լոս Անջելես, այնպիսի տպավորություն է, որ շատերը Քարդաշյան են փորձում դառնալ։ Վերջին կոպեկներն են ծախսում որոշակի տեսք ունենալու համար, որոշակի կերպ հագնվելու համար։ Սա հենց նման երևույթի վառ արտացոլումն է։ Նույնիսկ քաղաքականության մեջ մենք ավելի շատ քվեարկում ենք վստահության, այլ ոչ թե կարողությունների օգտին։ Մենք հաճախ վերնագրերն ենք կարդում եւ ոչ թե իմաստը, եւ ոչ թե բուն ճշմարտությունը։ Մենք խորը չենք դիտարկում համատեքստը, մենք ուշադրություն չենք դարձնում մանրամասներին, հատկապես երբ այն, ինչ լսում ենք, լավ է հնչում։ Մենք այլևս չենք պրպրտում, երբ դա լավ է հնչում։ Չենք փորձում տեսնել, թե որքանով է այն ճշմարիտ։ Այսօր սոցիալական մեդիայի դարաշրջանում, երբ ապատեղեկատվությունը տարածվում է մկնիկի մի հարվածով, մենք հաճախ դառնում ենք Պուասոններ։ Մենք հավատում ենք այն ամենին, ինչ ասվում է Facebook-ում, X-ում, Instagram-ում կամ TikTok-ում։ Նույնիսկ երբ դա բացարձակ սուտ է։ Վիկտոր Լուստիգի պատմությունը մեզ հիշեցնում է, որ խաբված լինելը հիմարության նշան չէ, այն մարդ լինելու կողմնակի արդյունքն է, եւ բոլորս էլ կարող ենք խաբվել, եւ որպեսզի խուսափենք նման թակարդներից, մենք պետք է դառնանք ավելի լավ դիտորդներ, ավելի լավ ճշմարտությունը զննողներ։ Այսպիսով, հաջորդ անգամ եւ ինչ որ բան չափազանց կատարյալ թվա,
Կլինի դա ապրանք, գործարք կամ փաստ, մի պահ դադար տվեք։ Հարց տվեք ինքներդ ձեզ. արդյոք փորձում են ինձ վաճառել Էյֆելյան աշտարակը, կամ արդյոք ես գնում եմ Էյֆելյան աշտարակը։ Դե ինչ, ձեզ հետ էր Որոնել մի պրոջեկտը եւ դոկտոր Եվա Ալեքսանյանը։ Կհանդիպենք։